Այսօր մենք ունենք հիանալի հյուր մեր Հովիվ Մհերը, Վանաձորի կյանքի խոսք եկեղեցու Հովիվ, իր կնոջ Արմինեի հետ միասին կծառայեն մեզ եւ մենք հավատում ենք շատ օրհնված ենք լինելու, մեր ջան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար, օրհնում ենք Տիրոջ անունով, թող Տերը խոսի ձեր բերանով եւ դուք օրհնություն լինեք Արմավիրում, քաղաք Արմավիրում, օրհնված, մենք օրհնված ենք լինելու, ես գիտեմ Մհերը իմ լավ ընկերն է, տարիներ շարունակ մենք գիտենք, շփվել ենք, իրար հետ ծառայել ենք, շատ օրհնյալ ասոմարդ է, նվիրյալ հաստատուն ասոմարդ է։ Մհերին, որ ես նայում եմ, միշտ հիշում եմ, որ ինքը հաստատուն ասոմարդ է։ Մարդ կա, չնայում ես, ինչ-որ բան գալիս է մտքիդ։ Հենց նայում եմ, հասկանում եմ, որ ինքը եկեղեցու հաստատուն ծառայողներից է, իր Հովի կողը կանգնած մարդ, Հովիվ Արտուր Սիմոնյանի կողքը, մեր Հովի, փառք Հիսուսին, ամեն, եկեք, այո, ծափահարենք, եկեք գոհությամբ գանք Տիրոջ առաջ, սիրելիներս, հավատում եմ օրհնված ծառայություն ենք ունենալու, Տերը օրհնել այսօրը։ Փառավոր Հայր, գոհանում ենք քեզանից այսօրվա օրվա համար, շնորհակալություն ենք հայտնում քեզ Տեր, որ այսօրվա օրը ստեղծել ես մեզ համար եւ մենք նորից Տեր ջան հավաքվել ենք քո տան մեջ, քո առաջ, որպեսզի քեզանից լսենք, քեզ երկրպագենք, քեզ փառավորենք եւ Տեր ջան մենք խնդրում ենք, որ դու էլ լսես մեր աղոթքները եւ պատասխանես, զորացնես քո ժողովուրդը եւ հիմա քո խորանի մեջ նորից գոհությամբ պատարագներ պիտի մատուցանենք, երգենք և սաղմոս ասենք քո սուրբ անունին և հավատում ենք, որ դու այսօր մեր գլուխը նորից օծելու ես յուղով, մեզ համար սեղան ես պատրաստել մեր թշնամիների առաջ և մեզ բարձրացնելու ես ավելի քան մեր թշնամիներին, փառք, պատիվ ու գոհություն քեզ, ամեն։ Վերկաց և օրհնիր Տիրոջը, վերկաց և գոչիր Վերկաց և օրհնիր Տիրոջը, փառքում Հիսուսին, նա միակն է, նա արքան է, նա միակն է, նա ամեն է, նա միակն է, և ես ուզում եմ երգել հիմա նրան, վերկաց և փառքը տուր նրան, նանայ, 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 Վերկաց և օրհնիր Տիրոջը, փառքում Հիսուսին, նա միակն է, նա արքան է, նա միակն է, նա ամեն է, նա միակն է, և ես ուզում եմ երգել հիմա նրան, վերկաց և փառքը տուր նրան, նանայ, 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 նանայ,
վերկաց և գոչիր, վերկաց և որդիր Տիրոջը փառքում Հիսուսին։ Նա միակ է, նա արքան է, նա միակ է, նա ամեն է, նա միակ է, և ես ուզում եմ երգել հիմա նրան, վերկաց և փառքություն նրան։ Ողջ փառքերը քեզ մեր Տեր, օրհնում ենք քո սուրբ և սքանչելի անունը, փառավորում ենք քեզ մեր արքա, հալելույա։ Լսվում է ձայնդ քո հզոր, մեր գիտենք շուտով գալիս է արքայությունը քո, և մի օր լույսի մեջ քո փառքի, կհայտնվեն գործերը մեր կյանքի, քեզ ենք տալիս ողջ փառքը և մեծարում ենք և պատմում, քո վերքում ենք Տեր քեզ, և երգում ենք Հիսուս արքա մեծ Տեր։ Մեծարում ենք քեզ մեր Տեր, արքաների արքա, դու ես սկիզբը, դու ես վերջը, դու ես ալֆան, դու ես օմեգան, դու ես մեր հզոր և ամենակարող Աստվածը, խոնարհվում ենք քո առաջ, մեծարում ենք քեզ և ողջ փառքերը տալիս ենք միայն քեզ մեր Տեր։ Հիմա մենք չենք տեսնում ենք ողջ կյանքի ուղին, բայց դու մեզ խոստացել ես Տեր քաղաքը երկնային, մեր սրտերն ես քո փառքով պահում, և մեզ դեպի նոր կյանք առաջնորդում, քեզ ենք տալիս ողջ փառքը և պատիվը արքայքաների, մեծարում ենք և պատմում, քո վերքում ենք Տեր քեզ, և երգում ենք Հիսուս արքա, Հիսուս արքա, Հիսուս արքա մեծ Տեր։ Տալիս ենք քեզ ողջ փառքը, 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 փառքես, քեզ ենք տալիս ողջ փառքը և պատիվը արքայքաների, մեծարում ենք և պատմում, քո վերքում ենք քեզ Տեր, և երգում ենք Հիսուս արքա, Հիսուս արքա, Հիսուս արքա մեծ Տեր։ Հալելույա Հիսուս, արքաների արքա, փառքես։ Մենք նորից և նորից բացում ենք մեր սրտերը քո առաջ մեր Տեր։ Մենք քո կարիքն ունենք այսօր նորից։ Դու մեզ պետք ես ամեն ինչից ավել։ Հալելույա Հիսուս։ Քո հոգի շնչում է այս վայրում,
խոստում աղոտ Ուսնես դու խավարում իմ Տեր Ահա թե ով ես դու Ուղի հարթող աշկներ գործով խոստում աղոտ Ուսնես դու խավարում իմ Տեր Ահա թե ով ես դու 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 Ահա թե Եվ դժվար է ինձ իմ կողքին ես Երբ ընկած եմ ես մածածնում ես Դու ամեն շամ ամենուրից հետ ես Դու ամեն շամ ամենուրից հետ ես Եվ դժվար է ինձ իմ կողքին ես Երբ ընկած եմ ես մածածնում ես Դու ամեն շամ ամենուրից հետ ես Դու ամեն շամ ամենուրից հետ ես Եվ դժվար է ինձ իմ կողքին ես Եվ ընկած եմ ես մածածնում ես Չես դատարում Տերին Չես դատարում Տերին Եվ դժվար է ինձ իմ կողքին ես Եվ ընկած եմ ես մածածնում ես Չես դատարում Տերին Չես դատարում Ուղին հարթող դաշտներ գործով խոստում աղոտ Ուսնես դու խավարում իմ Տեր Ահա թե ով ես դու Ուղին հարթող դաշտներ գործով խոստում աղոտ Ուսնես դու խավարում իմ Տեր Ահա թե ով ես դու 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 Ահա թե հարթող Ուղին հարթող դաշտներ գործով խոստում աղոտ Ուսնես դու խավարում իմ Տեր Ահա թե ով ես դու Ուղին հարթող դաշտներ գործով խոստում աղոտ Ուսնես դու խավարում իմ Տեր Ահա թե ով ես դու 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 Հալելույա Հիսուս Հրաշքների Աստված դու նույն ես Ամեն սար պիտի ընկնի քո առաջ Ամեն խնդիր պետքա լուծվի քո առաջ Հալելույա Հիսուս Մեծարում ենք քեզ Իմ Աստվածն ես Իմ Աստվածն ես Տեր գալիս է Քո շնորհքի գահի առջև ողորմած Տեր Ես կանգնած եմ քո առջև Տեսնում
տեսնում եմ քո երեսը լույսը քո փառքի քո գայից լսվում են ձայները երկնային տեսնում եմ քո երեսը լույսը քո փառքի քո գայից լսվում են ձայները երկնային քո ներկայության մեջ խոնարհվել են երեցները սուր և երկրպագում են քեզ իմ պետ հրեշտակներ անդադար և քո գահի առջև կանգնած քեզ երգում են Սուրբ Աստված քո գահի առջև կանգնած քեզ երգում են Սուրբ Աստված Սուրբ ես Սուրբ ես ամենակալ Սուրբ ես Սուրբ ես ամենակալ Սուրբ ես իմ Աստված Սուրբ ես Տեր ամենակալ Աստվածն ես Սուրբ ես Տեր ամենակալ դու միակն ես միակ Աստված ես Տերին միայն դու Եսուս դու միակ Աստված ես Տերին միայն դու Սուրբ ես Սուրբ ես ամենակալ Տեր Սուրբ ես Սուրբ ես ամենակալ Տեր Սուրբ ես իմ Աստված Սուրբ ես Սուրբ ես Տեր ամենակալ ամենակալ Տեր ամենակալ Աստվածն ես Սուրբ ես Տեր Սուրբ ես ամենակալ Տեր դու միակն ես դու միակ Աստված ես Տերին միայն դու Եսուս դու միակ Աստված ես Տերին միայն դու Եսուս
Մենք բարձրացնենք մեր ձեռքերը եւ ասենք, որ նա սուրբ է։ Սուրբ ես, ամենակալ ես, Սուրբ ես Տեր, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, ամենակալ ես, դու միակն ես, դու միակ Աստվածն ես, Տերին միայն դու ես Սուրբ, ամենակալ Աստված, դու միակ Աստվածն ես, Սուրբ Աստվածը Տեր, եւ մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը Տեր, քո գահի առջև ասում ենք, որ դու սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, եւ չկա մեկը քեզ Սուրբ փառք ես Տեր, Սուրբ ես, ամենակալ ես, Սուրբ ես, Սուրբ ես, ամենակալ Սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, մեր Աստված, մենք փառք ենք տալիս քեզ, ամենակալ Աստված, երկնքի եւ երկրի տիրակալ, մեծարում ենք քո սուրբ անունը Տեր, դու արժանի ես ողջ փառքին, պատվին ու մեծարանքին Տեր, մենք շնորհակալ ենք Տեր, որ այսօր պատիվ ունենք գալ քո առջև եւ մեծարել քո սուրբ անունը Տեր, շնորհակալ ենք Տեր, փառք ենք տալիս քեզ։ Եվ այստեղ կան կարիքներ, եկեք հավատքով միաբանվենք այստեղ գրված կարիքների համար։ Եվ եթե նույնիսկ չես հասցրել դու գրես, միացրու հենց հիմա հավատքդ, որտեղ այս Աստված այստեղ ներկա է եւ նա է պատասխանում ամեն հավատքին։ Հալելույա։ Մեր Հայր, որ երկնքում ես Տեր, մենք աղոթում ենք Տեր, այս բոլոր կարիքների համար Տեր, մենք բարձրացնում ենք քո առջև Տեր այս կարիքները, որ դու տաս համապատասխան լուծումներ Տեր իմ Աստված, դու գիտես ամեն մեկի կարիքը Տեր, ամեն մեկի սրտի փափագը Տեր, մենք տալիս ենք քեզ Տեր իմ Աստված, որտև լուծումները քո ձեռքին են Տեր, եւ այն ամենը ինչ որ կա դրանք քեզ համար ոչինչ են Տեր, որտև դու ավելին ունես պատրաստած ամեն մեկի համար Տեր, մենք շնորհակալություն ենք հայտնում Տեր, փառք ենք տալիս, որ արդեն լրացված են այս կարիքները Տեր, որ կտեսնենք շուտով պատասխանները կգան եւ կտեսնեն մարդիկ ու կվկայեն քո փառքի մասին։ Շնորհակալ ենք եւ ողջ փառքը, պատիվն ու մեծարանքը Տեր տալիս ենք քեզ։ Ամեն։ Հալելույա։ Դուք կարող եք մի կարճ ժամանակով նստել եւ ես ուզում եմ ձեզ հետ կիսվել ընծայի խոսքի մասին։ Այսօր իմ խոսքը միգուցե կրկնվող լինի, բայց ես ուզում եմ այսօր ձեզ հետ կիսվել սերմի զորության մասին։ Մենք ամեն անգամ չենք դադարում անել սա, որտեղ Աստծո խոսքն է այդպես պատվիրում մեզ, որ ամեն անգամ մենք գանք նրա առջև ու դատարկ չգանք, ամեն, եւ ես ուզում եմ հենց ամենասկզբից Աստված ծննդոց գրքում ծննդոց առաջի գլուխ 27-րդ խոսքից ասում եմ, առաջի գլուխ, ինձ մոտ հեռախոսը լավ չի բացում, առաջի գլուխ 27-րդ խոսքից ասում է, որ Աստված մարդը ստեղծեց իր պատկերով, Աստծո նմանությամբ արու եւ էգ ստեղծեց եւ շարունակում է,
եւ ասում է օրհնեց նրան եւ ասեց աճեք շատացեք եւ չեմ ուզում այստեղ կենտրոնանանք ուզում եմ 29-րդ խոսքի վրա անցնենք եւ Աստված ասեց ահա ամեն խոտը որ սերմ ունի բոլոր երկրի վրա եւ ամեն ծառ որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ ձեզ տվի որ ձեզ համար կերակուր լինի այստեղ ինչ ենք տեսնում Աստված հենց ամենասկզբից ստեղծեց ու տվեց այն բոլոր բարիքները ու դրանց մեջ նաեւ սերմ դրեց Ինչու է կարևոր այսօր սերմի կարևորությունը ինչումն է կայանում Աստված ինչի համար տվեց այդ սերմը մեզ հա որ մենք հետագայում եւ կերակուր ունենանք եւ հիշիր այդ կերակուրի մեջ նույնպես կա երբ որ նորից կա սերմ եւ կերակուր եւ այդպես սերմը իր մեջ զորություն ունի ամեն եթե ամեն անգամ մենք սերմ ենք ունենում Դուք այստեղ գյուղատնտեսությունը ավելի է զարգացած։ Ես գիտեմ, որ այս շրջաններում, եթե ամեն անգամ մենք սերմը չենք ուտում եւ կերակուրը չենք ուտում եւ առանձնացնում ենք սերմ, մենք ունենում ենք նաեւ ուտելու, հա, կերակուր եւ նաեւ դրա մեջ նույնպես կա սերմ։ Ամեն Աստված այս գործողությունը դրեց անդադ մեր առաջ, որ մենք երբեք ոչ մի բանի կարոտություն չունենանք։ Ամեն ինչու՞ է կայանում սերմի կարևորությունը Եվ ուզում եմ շարունակենք Մարկոս 4-րդ գլուխ 31-րդ խոսքից Ես այստեղ ուզում եմ Աստծո արքայությունն է նմանեցնում, բայց ես ուզում եմ էլի սերմի, պտղի, սերմի զորությունը մենք տեսնենք, մասմա մանանեխի հատը, երբ որ հողի մեջ է սերմնում, մենք գիտենք, որ նա ամենափոքրն է, երկրի վրա եղած ամեն սերմերից փոքրն է, եւ երբ որ սերմվում է, բուսնում է եւ ամեն բանջարից ավելի մեծ է լինում, եւ մեծ ճյուղեր է արձակում, միջև որ կարողանում են երկնքի թռչունները նրա հովանիի տակ բնակվել։ Մանանեխի հատը երբ որ ցանվում է, տեսեք Աստծո խոսքն ասում է, սերմը երբ որ ցանվում է, կապ չունի նա, որ փոքր է, ինչքան փոքր է, նա բուսնում է։ Ամեն սերմի մեջ զորությունը Աստված է դրել։ Ամեն որ նա, երբ որ միացնում ենք մեր հավատքը դրա մեջ, այդ սերմը ինքը զորություն ունի եւ աճում է, եւ վերջ։ Աստված ասել է, աճի եւ նա աճում է։ Ամեն Չենք նայում ոչ մի բանի, որ փոքր է, եւ նա մեծանում է եւ շատ ծառերից ավելի մեծ է դառնում, որովհետեւ Աստված այդպես հրամայել։ Ամեն։ Մենք չպետք է մտածենք, գիտես, Աստծո տնտեսությունը մեր տնտեսության պես չի։ Մի օր վերելք, մի օր վայրեջք, հա? Աստված ունի իր ստանդարտները եւ Աստծո տնտեսության մեջ չի կարա այլ կերպ լինի։ Եթե սերմը ցանվում է, ուրեմն այն բուսնում է։ Ամեն, միացնում ենք դրա մեր հավատքը։ Այստեղ ոչ միայն կարա ֆինանսական լինի, կարաս դու քո կյանքը նաև, երբ որ մենք սերմում ենք, մեր կյանքը դնում ենք Աստծո գործի համար, նաև կարող է մեր կարիքների շատ պատասխաններ ստանանք։ Ես շատ անգամ զոհ եմ կատարել իմ կյանքում եւ դրանք պտուղ են բերել։ Ես ցանել եմ իմ սերմը ֆինանսի տեսքով, բայց դրանք պտուղներ են բերել համապատասխան իմ ընտանիքում։ Ես մի փոքր վկայեմ, եթե կարելի է, երբ որ ես ապաշխարել եմ, ես շատ փոքր եմ եղել, 9 տարեկան, ու իմ ծնողները ինձ հետ չէին։ Ու շատ անգամ իրենք ինձ հալածել են։ Միգուցե այստեղ ծնողներ կան, որ հալածում են, միգուցե երեխաներ կան, որ հալածվել են, բայց ես ասեմ, որ Աստված ինքը մենակ չի թողնում։ Ու ամեն ժամանակ, երբ որ ես իմ սերմը ցանել եմ, ես անուն եմ դրել, մի անգամ իմ ծնողների ապաշխարության համար, մի անգամ իմ բարեկամների, մի անգամ ինչ որ կարիքի, ու Աստված ամեն անգամ իր փառքի ճոխության չափով լրացրել է։ Եղել է ժամանակներ, որ նրանք նույնիսկ ինձ չեն ֆինանսավորել, ու ճանապարհ է եղել, որ ես պետքա գնամ հասնեմ եկեղեցի։ Ու միգուցե վերջին տրանսպորտի գումարն է եղել ու հետ գալու չի եղել, բայց Աստված իր փառքը ցույց է տվել։ Ու մի տարի ես սովորել եմ Աստվածաշնչյան դպրոցում, իմ ծնողները համաձայն չեն եղել ու ինձ չեն ֆինանսավորել, ես էլ չեմ աշխատել։ Բայց Աստված ամեն առավոտ
մարդիկ է բարձրացրել տրանսպորտի մեջ, իմ տեղը վճարել են, ես ու տարբեր են եղել մարդիկ, ես հիմա չեմ ասում, որ դա ինչ-որ Աստված ինքը փառավորվում է, նա չի թողում երբեք, երբ որ մենք հավատում ենք ու վստահում ենք ու իր գործի մեջ ենք ցանում, ամեն, երբ որ հողը բարի է, երբ որ հողը լավ է, մենք գիտենք, որ սերմը անպայման պտուղ է բերելու, ամեն, եւ ուզում եմ վերջում կարդալ Գաղատացիների 6-րդ գլուխը եւ ասում եմ 9-10-րդ խոսքերը ասում եմ եւ չձանձրանաք բարին գործելուց որովհետև իր ժամանակին կհնձեք, եթե չթուլանաք։ Այստեղ շատ կարևոր ասում եմ չձանձրանաք։ Ես ուզում եմ 2 եւ 3 կարևոր բանալի բառեր ասում եմ չձանձրանաք։ Մեկ բանալի բառ եւ չթուլանաք երկրորդ բանալի բառը, հա։ Միգուցե ասես ամեն շաբաթ խոսում ենք, ամեն շաբաթ զոհաբերում ենք Աստծուն, բայց ես կասեմ, որ դա մեր օգտի համար է։ Եթե չձանձրանանք ու չթուլանանք, ապա խոսքն ասում է, որ իր ժամանակին կհնձեք այն։ Ձեր ցանկալի պտուղը, հա, այն ինչ որ ցանկանում եք, այն ինչ որ սերմում եք, ձեր ցանկալի պտուղը կհնձեք։ Եվ այստեղ ես արևմտահայերեն թարգմանության մեջ, գիտես ինչ էր գրած, ասում է, չձանձրանաք, չթուլանաք եւ կհնձեք հարմար ժամանակին։ Աստված գիտի այդ հարմար ժամանակը երբ է մեզ համար եւ նա կտա այդ հարմար ժամանակին իր պտուղը։ Ամեն։ Վերցրու քո սերմը քո ձեռքերի մեջ։ Եկ հիմա աղոթենք, քո սերմին անուն դիր։ Ես ամեն անգամ անում եմ դա։ Իմ սերմին անուն եմ դնում ու ես ցանում եմ։ Ու Աստված է աճեցնողը։ Աստված է սերմի մեջ զորություն դնողը։ Ամեն։ Արդեն կա դա։ Վերցրու։ Տեր իմ Աստված, մենք գալիս ենք քո առջև, Տեր, եւ բերում ենք մեր ընծան, մեր տասանորդն ու մեր ընծաները, Տեր, քո առջև։ Մենք շնորհակալ ենք, Տեր, այս պատվի համար, որ ունենք այսօր քո առջև գալու, Տեր, եւ ընծայելու այնինչ որ ունենք, Տեր, եւ խնդրում ենք, Տեր իմ Աստված, որ դու պատասխանես, Տեր, այն քո զորությունը, Տեր, դնես այս սերմի մեջ, Տեր, եւ այն պտուղ բերի 30, 60 եւ 100 պատիկ, Տեր, եւ հարմար ժամանակին, Տեր, 10 ամեն մեկին, Տեր, շնորհակալ ենք եւ ողջ փառքը պատիվը տալիս ենք քեզ, արժանի ես, ամեն։
լցնում է լիությամբ սիրտային Սուրբ ես, Սուրբ ես, դու ճշմարիտ, հավատարիմ Սուրբ ես, Սուրբ ես, դու ճշմարիտ, հավատարիմ Աստված Մեծարում ենք Երկում են հրեշտակները Սուրբ է, Սուրբ է Քեզ վնչում է ողջ երկինքը Իմ Տեր, իմ կյանք, իմ սեր Եվ ողջ երկիրը թող տեսնի քո պարտքը Քո առջև Տեր խոնարհվում է Սուրբ երկյուղով լցված Փառքես Հիսուս մեծարում ենք քեզ Երկում են հրեշտակները Սուրբ է, Սուրբ է Քեզ վնչում է ողջ երկինքը Իմ Տեր, իմ կյանք, իմ սեր Եվ ողջ երկիրը թող տեսնի քո պարտքը Քո առջև Տեր խոնարհվում է Սուրբ երկյուղով լցված Ինչ չի ասխանչել կանգնել քո առջև Ներկայությունը քո Տեր վայելել Երկում եմ քեզ և քեզ ետրպագում իմ Տեր Ինչի ասքանչել կանգնել քո առջև Ներկայությունը քո Տեր վայելել Անկիր գեղեցկությունը լցնում է լիությամբ սիրտային Սուրբ ես, Սուրբ ես, դու ճշմարիտ, հավատարիմ 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 Աստված Հալելույա մեր Աստված։ Մենք մեծարում եւ պատվում ենք քեզ։ Մենք խոնարհվում ենք քո առաջ։ Մենք շնորհակալ ենք Սուրբ Հոգի, որ դու այստեղ ես եւ հանձնվում ենք քեզ ամբողջությամբ։ Տեր ամեն ինչ քեզանից, քեզանով եւ դեպի քեզ։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգի։ Այն աշխատանքի համար, որ դու անում ես մեր մեջ։ Շնորհակալ ենք ամեն բանի համար։ Ու ողջ փառքը պատիվը քեզ Տեր։ Հալելույա։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Տեր օրհնի ձեզ, շնորհակալ եմ։ Փառաբանության երկրպագության համար Տեր օրհնի ձեզ, խնդրեմ կարող եք նստել։ Այս հնարավորության համար շնորհակալ ենք Հովիվ Պավելին, հրավերի համար, շնորհակալություն ձեզ համար, ձեր սրտերի համար եւ այն պատվի համար, որ Տերը արժանացրել է, փառք Տիրոջը։
որ կարող եմ ձեր հետ խոսել Աստծո խոսքից, կիսվել Աստծո խոսքից եւ բոլորս լինենք օրհնված։ Փառք Աստծուն, Տիրոջ համար, իր խոսքի համար, որ Աստված իր խոսքը ուղարկում է իր ժամանակին եւ հաջողվում է մեր կյանքերի մեջ, որովհետեւ մեր սիրտը այն վայրն է, որտեղ Աստծո սերմը գալիս է եւ իր պտուղն է տալիս։ Ամեն։ Եվ Տիրոջ անունը փառավորվում է, երբ որ Աստծո խոսքը սերմը գալի հաջողվում է, մարմին է դառնում եւ ինչպես գործողություն քո կյանքի մեջ, երբ որ կատարվում է, դա փառավորում է Տիրոջը։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք, այսօր ես խոսելու եմ պատվի մասին, պատիվ տալու մասին։ Եվ նախ եւ առաջ, երբ որ ես ասում եմ պատիվ տալու մասին, մենք պետք է գիտակցենք, որ պատիվ տալը ինքը իր ներսում ներառում է շատ բաներ, շատ գործողություններ։ Բայց այդ գործողությունները, այդ ամենը սկսվում է մարդու ներսից։ Որովհետև եթե այդ գործողությունները ընդհանրապես պատիվ տալը, եւ մենք մեր հայերս շատ լավ գիտենք պատիվ տալու բառի ոնց որ այն տակի մասը, չերևացող մասը, երբ որ դու իրականում ամբողջ սրտից պատիվ ես տալի մարդկանց, երբ որ դու իրականում ուզում ես, այն որ ասում ես ավելին էի ուզում, բայց կարողությունս այսքան էր, բայց այդ Աստծո մոտ բարձրացավ այն սրտիդ ցանկությունը, որ դու ավելին էիր ուզում։ Որովհետև Աստված սրտեր քննող Աստված է։ Գիտեք, պատիվ տալը դա ներսից դեպի դուրս վիճակ է։ Երբ որ մարդը պատիվ տվող մարդ է, դա նշանակում է, որ դա իր ներսից բխող երևույթ է, որ գնում է դեպի դուրս։ Իհարկե դրա կեղծնել կա, որտեղ Աստծո խոսքը Մարկոսի ավետարան 7-րդ գլխի մեջ Հիսուսը հետարքիր բան է ասում փարիսեցիներին։ Փարիսեցիներին միշտ Հիսուսը հանդիմանում էր նրանց կեղծավորության համար։ Այսինքն արտակնապես նրանց գործողությունը կարծես ճիշտ էր, բայց նայեք Հիսուսն ինչ է ասում։ Ասում է Եսային մարգարեացե կեղծավորներին, ինչպես գրված այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նրանց սիրտը ինձանից հեռացած եւ ջոկված է։ Այսինքն Տերը տեսնում է մարդկանց սիրտը, եւ պատիվ տալը դա սրտի վիճակից է։ Պատիվ տալը դա ներսից դեպի դուրս է։ Եվ Հիսուսը տեսնում է, մենք մի քիչ հետո կնայենք, թե ում պետքա պատիվ տանք։ Այո, առաջինը մենք պետքա պատվենք մեր Տիրոջը։ Պատիվ տանք մեր Տիրոջը։ Եվ դա խոսքերի միջոցով է, դա ապրելակերպի միջոցով է, դա վարքի միջոցով է, դա ամեն իրավիճակի մեջ ամեն ժամանակ է։ Ամեն ժամանակ է։ Երբ որ դու պատվում ես Տիրոջը քո կյանքի ամեն ժամանակ, ոչ թե կիրակից կիրակի, ոչ թե խմբակից խմբակ, այլ դա քո ապրելակերպն է։ Եվ դու ապրում ես, որպեսզի փառավորվի Տիրոջ անունը։ Դու ապրում ես, որպեսզի երկինքը քո ապրածի միջոցով փառք բարձրանա, որպեսզի Աստծո փառք երևա քո կյանքի մեջ, եւ Տերն էլ ասում է, չէ, ինձ փառավորողներին կփառավորեմ։ Տերն էլ ասում է, չէ, պատվիր Տիրոջը քո ստացվածքից առակացի մեջ, չէ։ Մենք տեսնում ենք, երբ որ մենք այո, ստացվածքից նույնպես մենք կարող ենք պատվել մեր Տիրոջը։ Մեր ունեցվածքից կարող ենք պատվել Տիրոջը, մեր ֆինանսներից կարող ենք պատվել Տիրոջը, մեր ժամանակից, մեր ամեն ինչից մենք կարող ենք պատվել Տիրոջը։ Բայց այդ ամեն ինչի մեջ Տերը տեսնում է սրտերը։ Այդ ամեն ինչի մեջ Աստված տեսնում է ինչքան է մեր ներսում իրական այն, որ անում ենք մենք Տիրոջ համար։ Ինչքանով է սրտանց այն, որ մենք անում ենք Տիրոջ համար, որովհետև նորից եմ ասում, պատիվ տալը դա ներսից դեպի դուրս է։ Պատիվ տալը դա սրտից դեպի գործողություն է։ Մարդիկ տեսնում են գործողությունը, իսկ Աստված տեսնում է սիրտը։ Եկեք հիշենք Աստված ինչպես էր Դավթին ընտրում։ Սամուելին ինչ ասեց, երբ որ գնում էր Դավթի տուն, հոր տուն, ասեց երեսանց չնայես։ Դու տեսնում ես մարդու երեսը, ես տեսնում եմ մարդու սիրտը։ Եվ Աստված ընտրեց Դավիթին։ Ու Դավիթի համար ասում է իմ սրտի համեմատ մարդ։ Ամեն։ Ուրեմն Աստված սրտեր քննող Աստված է։ Մենք պետք է պատվենք Տիրոջը ամեն իրավիճակների մեջ, ամեն ժամանակ։ Գիտեք, կյանքում լինում է իրավիճակներ, որ դժվար է քեզ պատվել։ Որովհետև դու անցնում ես ինչ-որ ծանր, ինչ-որ դժվար ժամանակներով, դժվար իրավիճակներով, բայց ուզում եմ քեզ ասել, պատիվ տալ Աստծուն, դա կախված չէ իրավիճակից, որ մենք անցնում ենք։ Պատիվ տալ Աստծուն դա անկախ իրավիճակներից է, որովհետև մեր սիրտը այս երկրի վրա չի։ Որովհետև խոսքն ասում է, որ մեզ Տերը նստացրեց երկնավորներում։ Որովհետև այս երկրում, այո, մենք գիտենք, որ մենք կարող ենք դժվարություններ ունենանք։ Տերը ասեց կունենանք։
Գիտեք, երկու տան վրա Հիսուսը ինչ ասեց։ Իմաստուն մարդը շինում է իր տունը ժայռի վրա, հիմար ավազի վրա, բայց ուզում եմ ասել երկու տան վրա էլ քամիներն ու փոթորիկները գալիս են։ Երկու տան վրա էլ։ Եվ Երանի այն մարդուն, ով որ իր կյանքը կառուցում է ժայռի վրա։ Իսկ ժայռի վրա կառուցող այն մարդն էր, ով որ լսում էր եւ կատարում էր Աստծո խոսքը։ Եվ դա շատ կարևոր է, որ մենք չնայենք փոթորիկներին, չնայենք իրավիճակներին, այլ մեր կյանքի ամեն ժամանակ կարողանանք պատիվ տալ Աստծուն։ Ամեն ժամանակ։ Գիտեք, Դավիթը Սաղմոսներում ասում է, ով իմանց ինչի ես տրտմած, Տիրոջը հուսա։ Ամբակումը գրում ասում է, թեև թզենին չծաղկի արտերը կերակուր չտան, արջար չլնի գոմերում, սակայն ես իմ փրկության Աստծով պիտի ուրախանամ։ Գիտեք, դա կապ չունի, ինչի միջով ես դու անցնում, պատվիր Տիրոջը, սրտանց պատվիր Տիրոջը, որովհետև երբ որ դու պատվում ես Տիրոջը, դա ուղիղ բարձրանում է երկինք եւ փառավորում է Տիրոջ անունը։ Եվ երբ որ մի բան բարձրանում է երկինք, անհնար է երկնքից չգա պատասխան։ Անհնար է երկինքը չպատասխանի յուրաքանչյուր բանի, որ բարձրանում է, ամեն բան չի բարձրանում երկինք։ Բայց եթե մի բան բարձրանում է երկինք, անհնար է չգա պատասխանը։ Ուզում եմ ասել, տրտունջն էլ է բարձրանում երկինք։ Աստծո խոսքում ասում է, հիշում եք, ես լսեցի տրտունջը։ Աստծո ժողովրդի, չէ՞, անապատում։ Եվ նույնպես պատասխան եկավ, բայց այնքան էլ լավ չէր այդ պատասխանը, տրտունջի պատճառով։ Բայց Մովսեսը բարեխոսեց ու կանխեց բարեխոսության պատճառով։ Այն պատիժը, որը որ գալու էր։ Այսինքն բաներ կա, որ բարձրանում է երկինք։ Բայց պատիվը նույնպես բարձրանում է երկինք, որովհետև Տերն ասեց. շրթունքներով չէ։ Մարդիկ կան շրթունքներով են միայն պատվում, սրտերը հեռացած է, բայց մարդիկ էլ կան, որ սրտերը հեռացած չի։ Իրանց ամբողջ սրտից են պատվում Տիրոջը։ Ամեն։ Հալելույա։ Իրականում շատ կարևոր է, որ մենք պատիվ տանք Տիրոջը։ Պատվենք Տիրոջը։ Եվ նույնպես երկրորդը մենք պետք է պատիվ տանք իրար։ Պատվենք իրար։ Հռոմեացի 12-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը հետաքրքիր բան է ասում։ 9-10-րդ խոսքը։ Սերն առանց կեղծավորության չարնատեցեք, բարին հետևեցեք։ Եղբայրասիրությունում իրար վրա գթած եղեք, պատիվ տալու մեջ իրար առաջանցեք։ Պատիվ տալու մեջ իրար առաջանցեք։ Գիտեք, ընդհանրապես մրցակցությունը այնքան էլ լավ բան չի։ Եթե դու ծառայում ես Տիրոջը, մի մրցի ուրիշ ծառայողի հետ, որ դու մրցես, որ իրանից լավ անես։ Դու ծառայի Տիրոջը քո ամբողջ զորությամբ, առանց մրցելու։ Բայց այս տեղում ասում մրցի։ Այս մի տեղում Տերը թույլ է տալի դու մրցես։ Այդ ո՞րն է։ Պատիվ տալու մեջ, իրար պատիվ տալու մեջ։ Դա շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, որ մենք իրար պատիվ տալու միջոցով աշխարհը կիմանա, որ մենք Տիրոջ աշակերտներն ենք։ Ինչի եմ ես դա ասում, որովհետև Հիսուսն ասեց դա։ Ձեր սիրուց կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Եվ ընդհանրապես պատիվ տալու արմատը դա սերն է։ Մարդ չի կարա պատիվ տա, եթե իր սիրտը սիրով լցված չլինի։ Չի կարա պատիվ տա, եթե նա չսիրի։ Իսկ սերը, ես ուզում եմ ասել, ոչ երկրային, այն սերը, որ երկնքից եկավ եւ ցույց տվեց, ինչպես պետք է ապրել։ Որովհետեւ երկիրը այդպիսի սեր չէր ճանաչել ու չգիտեր։ Երկիրը այդ սերը չէր շոշափել։ Դրա համար երկնքից եկավ սերը, որի անունն էր Հիսուս Քրիստոս։ Ցույց տվեց երկնային սերը, ինչպես է դրսևորվում այդ սերը։ Նա ցույց տվեց իր կյանքով։ Ինչպես է դրսևորվում այն սերը, որ երկինքն է տալիս։ Նա դրսևորվեց Հիսուսի ապրելակերպով, Հիսուսի խոսելով, Հիսուսին ծառայելով։ Եվ Հիսուսը օրինակ էր, ինչպես կարելի է պատվել եւ իրար, եւ նա ինչպես էր պատվում հորը երկնքում, ինչպես որդի։ Նա մեր օրինակն ամեն ինչի մեջ։ Ուրեմն ամեն ինչի արմատը սերն է։ Քո ծառայության արմատը նույնպես պետք է սերը լինի։ Քո գործունեության արմատը նույնպես պետք է սերը լինի։ Քո պատիվ տալու արմատը նույնպես պետք է սերը լինի։ Դրա համար իրար պատիվ տվեք։ Գիտեք, երբ որ Հիսուսն ասեց ձեր սիրուց կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, ձեր սիրուց։
Երբ որ եկեղեցին ինքը իր ներսում կարում է իրար պատիվ տա։ Մենք շատ անգամ այո, գիտենք մի բան, որ մենք որ մեր բառերով ասեմ, չի ասում, մի տնից չենք, բայց մի հալից ենք։ Բայց ուզում եմ ասել, մենք մի ազգի մեջ ենք, մենք գիտենք մեր ազգի թե լավ կողմերը, թե վատ կողմերը։ Ու գիտեք, ընդհանրապես մարզերում էսպես է, բոլորը բոլորին ճանաչում են։ Ու անգամ ես կարող եմ ասել պապական, մենք գիտենք։ Բարբարով ասեմ, էլի, ասում ումնանցի ես։ Չէ՞։ Ում ազգից ես, որտեղից ես։ Ես ճանաչում եմ։ Ես գիտեմ, իմ պապը գիտեր քո պապին։ Այսինքն մենք արմատներով կապված ենք։ Բայց բացի դա, նույնպես դրա հետ մեկտեղ մենք գիտենք արմատներով անգամ թշնամությունն է գալի։ Ասում իմ պապը քո պապի հետ չուներ, իմ հերը քո հերը չունի։ Ես էլ պիտի քո հետ չունենամ։ Իրանք իրար հետ խնդիր չեն ունեցել, բայց պապական քանի որ այդպես եղել է, իրանք շարունակում են այդպես լինելը, սրտները դառնացած։ Ու մեկ է մի օր ապաշխարում են։ Գալիս են եկեղեցի։ Մեկ էլ տենում են պապական ով ում հետ չուներ, նստած է, ահա ասում է լավ, որ ինքը ստե է, ես չեմ գա։ Ինչքան կա, երբ որ մենք նայում ենք եկեղեցում, մարդկանց հետ երբ որ հանդիպում ես, ասում է, էս էլ է գալի։ Էն էլ է գալի, ինչի։ Ինչ որտեղից է գալիս։ Որտեղից է գալիս այդ արմատը։ Ու անգամ եթե մենք կարողանում ենք հաղթահարել ու ասել լավ մեկը ես է կգամ, բայց ես հեռու եմ նստում իրանից։ Արդյոք Հիսուսը դա էր ասում, երբ որ ասում էր ձեր սիրուց կիմանան որ դուք իմ աշակերտներն եք։ Ու պատկերացրեք, երբ որ մենք ասում ենք պապական մեզ ճանաչում են ու մենք գիտենք։ Գիտեք ինչի նկատի ուներ Հիսուսը։ Աշխարհը այդ անելը չգիտի, երկինքը գիտի։ Երբ որ դու եկեղեցուց իրա հետ իրար թև-թևի մտած դուս եք գալի, ասում ես ինչ եղավ էս իրանց։ Էս որտեղից էս բանը։ Իրանց պապերը իրար հետ չունեին, իսկ իրանց ու ասում են այդ մենակ Աստված կարա։ Ես հավատացած եմ, երբ որ մենք կարողանում ենք իրար պատիվ տալ, աշխարհը մեզ խոշորացուցի տակ նայում է։ Երբ որ մենք կարողանում ենք սրտանց իրար պատիվ տալ, չէ որ Հիսուսն ասեց, այդ փոքրերից մեկին արիք, ինձ արեցիք։ Դա նշանակում է դու չես անում ուղակի, դու անում ես որտեվ սիրում ես Հիսուսին։ Դու անում ես որովհետև անում ես Տիրոջը։ Դու անում ես որովհետև գիտես Քրիստոսի մարմնի մեջ ես, եւ այդ մարմինը ծառայում է մեկը մյուսին։ Եվ այդ մարմինը չի կարա չցավա, եթե մի ուրիշ մարմնի մի անդամ ցավում է, որովհետև այդ ամենի մեջ ցավ, սրտացավություն կա, հոգատարություն կա։ Պատիվ տալու մեջ ուղակի բառեր չի պատիվ տալը, կամ ասես, արի գնանք մի կտոր հաց ուտենք, ինչքան կա աշխարհն էլ է գնում իրար հետ հաց ուտելու։ Բայց հետևից իրար հետևից խոսում են։ Ասում են իրար հետ կերան, իրար հետևից, չէ՞, ասում են սեղանը հələ քեցած իրար հետ կռիվ են անում դուս։ Բայց մեր մեջ այդպես չի, որովհետև արմատն է մեր կյանքի փոխված, էությունն է մեր կյանքի փոխված, եւ դա բխում է մեր սրտից, եւ դա ավելին է, քան խոսքերը, եւ դա ավելին է, քան թե մենք ինչ որ մի բան անում ենք, մենք անում ենք, որովհետև մենք սիրում ենք մեր երկնային Տիրոջը։ Մենք անում ենք պատիվ տալը, որովհետև դա դարձել է մեր էության մի մասը, որովհետև մեր Տերը պատիվ էր տալիս մեզ։ Ինքը եկավ այս աշխարհ ու լեվաց մեր ոտքերը, պատիվ տալով մեզ։ Ու ինքը ասեց, ով է մեծը, ով որ կարող է ծառայի, պատիվ տա, իրար պատիվ տա։ Հիշում եք աշակերտների մեջ հարց կար ով է մեծը, եւ Հիսուսը սրբիչը վեկալեց ու ծառայեց ու ինչ ասեց։ Եթե ուզում եք մեծ լինեք, փոքրի պես ծառայեք, իրար պատիվ տվեք, որովհետև պատիվ տալը դա իրար մեջ ներառում է իրար ծառայելը։ Ծառայելը ինչ է իրանից ներկայացնում։ Երբ որ դու կարողանում ես քո կողքի մարդուն բարձրացնել, Աստծո խոսքով բարձրացնել։ Երբ որ դու կարողանում ես քո կողքի մարդու համար աղոթել, երբ որ դու կարողանում ես իր հետ ցավալ, երբ որ դու կարողանում ես իր հետ ուրախանալ, երբ որ դու կարողանում ես իր հետ քայլել մի ճանապարհով։ Իսկ մենք կանչված ենք իրար հետ քայլելու նույն ճանապարհով, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Երբ որ մենք կանչված ենք քայլել այդ ճանապարհով եւ պատվել Տիրոջը մեր։ Գիտեք, Գործք առաքելոց 2-րդ գլխում, երբ որ մենք տեսնում ենք Սուրբ Հոգին եկավ աշակերտների վրա, Պետրոսը զորությամբ քարոզում էր եւ 3000 մարդ ապաշխարեց։
Ապաշխարելուց հետո հետևում էին այդ 3000 մարդիկ, առաքյալների վարդապետության, հաղորդության, հացի կտրելուն, աղոթքներին։ Եվ գիտեք հետարքիրը որն է։ Դրանից հետո գրված է, որ նրանք մեկտեղ էին։ Գրված է, որ ամեն ինչ հասարակած ունեին։ Գրված է, որ նրանք եթե մեկը մի բանի պակաս ուներ, նրանք արագ իրար լրացնում էին։ Եվ ասում է, Աստծուց շնորհք էին գտել։ Եվ Աստծուց, եւ մարդկանց առաջ։ Եվ Տերը ամեն օր փրկվածների թիվը ավելացնում էր։ Տերն էր ավելացնում փրկվածների թիվը։ Արթնությունը Տերն է բերում, ժողովուրդ։ Տերն է ավելացնելու փրկվածների թիվը, բայց ես ուզում եմ ասել, որ մենք բան ունենք անելու։ Եվ դա իրար պատիվ տալն է։ Դա ծառայելն է։ Այո, ավետարանչությունը նույնպես, որտեվ եթե չավետարանենք, ինչպես մարդիկ կլսեն ու կապաշխարեն։ Ավետարանը կարևոր է, բայց ասեմ մարդիկ հետևում են ոչ միայն մեր ասածներին, այլ մեր վարքին, թե ինչպես ենք մենք ծառայում, ինչպես ենք մենք գործում, ինչպես ենք մենք ապրում, մեր առօրյա կյանքի մեջ, մեր աշխատանքի վայրում, մեր դպրոցներում, մեր որտեղ որ մենք սովորում ենք, որտեղ մենք աշխատում ենք, որտեղ մենք ապրում ենք, հարևաններ ունենք, բարեկամներ ունենք, ես ասեմ դու էլ ծածկված մարդ չես, դու եկել ես Հիսուսին, ոնց կարաս ծածկվես։ Չէ՞ որ Հիսուսն ասեց, լույսը չեն վառում դնում գրվանի տակ, այլ բարձր տեղ, որ ամենին լուսավորի։ Չէ՞ որ Հիսուսն ասեց, չի կարա մի քաղաք թաքնվի, երբ որ սարի վրա է։ Դու չես կարա թաքնվես, որ Հիսուսին ես եկել։ Ընդհակառակը բոլորը քեզ սկսելու են տեսնել։ Բոլորը քեզ խոշորացուցով են նայելու։ Բոլորի մատը արդեն իմ ու քո վրա է։ Այդ թող լինի։ Եկեք պատասխանատվության վերցնենք դա։ Եվ ես ասեմ պատասխանը արթնության, մեր որոշման մեջ է։ Ինչպես մենք կվերաբերվենք, ինչպես մենք կվարվենք, ինչ ենք մենք որոշում այսօր ես ու դու անենք։ Արդյոք որոշում ենք պատվենք մեր երկնային Տիրոջը եւ նույնպես պատվենք իր մարմինը, որը եկեղեցին է։ Իրար պատիվ տալու, ինչպես Պողոսն ասում է, իրար պատիվ տալու մեջ իրարից ինչ արեք։ Ուրեմն դրա մեջ մրցի, ուրիշ բանի մեջ չէ։ Պատիվ տալու մեջ մրցի։ Գիտեք, պատիվ տալը դա նույնպես չի նշանակում, այ պիտի շատ փող ունենամ, որ պատիվ տամ։ Հիսուսն ասեց մի սառը ջուր, մարգարեին մի բաժակ ջուր տվողը մարգարեի վարձք ունի։ Դա սկսում է ուղղակի սրտից, անկախ քո կարողությունից, քո ցանկությունից է դա սկսում։ Դու կարաս ջրի աղոթես։ Դու կարաս ուղղակի բարձրացնող խոսք ասես։ Դու կարաս կանչես ուղղակի մի բաժակ սուրճ խմեք իրար հետ։ Դու կարաս սուրճ խմելու ընթացքում ուղղակի աղոթեք իրար հետ։ Ես հավատացած եմ։ Շատ բաներ կփոխվի, ուրիշ կերպ կընթանա։ Երբ որ մենք կարողանում ենք իրար պատիվ տալ, երբ որ մենք կարողանում ենք մեկս մյուսին իրարից վեր դասել։ Չէ՞ որ Հիսուսն ասեց. Փոքրը ուզում ես մեծ լինել, փոքրի պես եղիր։ Ուզում եմ նույնպես ասել, Աստծո մեջ փոքր էլ չկա։ Աստծո արքայության մեջի փոքր մեծ է։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը, նույնպես մենք պետք է վարժացնենք մեր անձը պատիվ տալ, գիտեք ում։ Ամեն մեկս մեր ընտանիքի անդամներին։ Որտեվ շատ անգամ մենք թերանում ենք պատիվ տալու մեջ մեր ընտանիքի անդամներին։ Շատ անգամ։ Մենք կարող ենք պատիվ տալ հարևաններին, պատիվ տալ ընկերներին եւ այլ ու մոռանալ, որ մենք ընտանիքի անդամներին էլ պիտի պատիվ տանք։ Ինչքան է լինում, չէ՞, ասում եմ մերոնց մոռացա։ Այդպիսի արտահայտություն կա, չէ՞, մերոնց։ Նենց չի, եկեղեցին բոլորը մերոնք են։ Մենք մերոնք ենք։ Բայց ուզում եմ ասել, երբ որ ընտանիք ես գալի, նույնպես այդտեղ պետք է իրար պատիվ տալ։ Չէ՞ որ մենք անգամ պատվիրանների մեջ մենք ունենք պատվիր քո հորն ու մորը, դա արդեն ընտանիքի մեջ է խոսում։ Դա արդեն երեխաներին է ասում, պատվիր քո ծնողներին։ Եվ ասում է, որ երկրի վրա ինչ ունենաս, երկար կյանք ունենաս, երկար օրեր ունենաս։ Չեք հիշում, որ նույնպես Պողոսը գրում է ու ասում, հայրեր, մի բարկացրեք ձեր որդկանցը։ Չէ՞ որ կանանց ասում է հնազանդվեք ձեր ամուսիններին, տղամարդկանց սիրեք ձեր կանանցը։ Այդ ամենը պատիվ տալ է իրար։ Եվ ես ասեմ, երբ որ մենք ամեն մեկը սկսում ենք ուշադիր լինել մեկս մյուսի նկատմամբ, դա նույնպես պատիվ տալ է։ Ուղղակի ուշադիր լինել։ Ուղղակի բարձրացնող խոսքեր ասել։ Դուրս եկեք երեկոյան ման եկեք իրար հետ։ Մի ցրտել է ցերեկը ման արի։ Ամառը երեկոյան հովին ման արիր։
Իրես Աստված ամեն երեկո գալիս էր Ադամի հետ հանդիպում։ Ասում է հով ժամին։ Այդ ժամը շատ լավ ժամ էր։ Ով է սիրում ամառվա հովին զբոսնել։ Դա լավ ժամանակ է, չէ՞։ Որակյալ ժամանակ է, թանկ ժամանակ է։ Իրես ասեմ, որ Աստված արժանի է, որ մեր ժամանակից իրան տանք։ Այդ որակյալ լավ ժամանակից իրան տանք։ Եվ դա պատիվ տալը նույնպես։ Երբ որ դու կարողանում ես քո ժամանակից կտրել եւ իրան ժամանակ տալ։ Նույնպես երբ որ քո ժամանակից դու կտրում ես, ծնողներ, ձեր երեխաներին եք ժամանակ տալիս։ Երեխաներ, երբ որ դու կարողանում եք կտրել ձեր ժամանակից եւ ձեր ծնողներին ժամանակ տալ։ Ամուսիններ, երբ որ դու կարողանում եք կտրել ձեր ժամանակից ու իրար ժամանակ տալ։ Սա շատ կարևոր բան է, որ մենք պետք է մեր մեջ զարգացնենք։ Ավելի զարգացնենք, որտեղ ես հավատացած եմ, որ այդ անելով մեր ընտանիքները ավելի ամրանում է, ուժեղանում է։ Իսկ ուժեղ ընտանիքի հետևանքով լինում է ուժեղ եկեղեցի։ Ուժեղ եկեղեցու հետևանքով լինում է ուժեղ երկիր։ Դրա համար կարևոր է, որ այդ ամենի մեջ մենք գործենք, իրար պատիվ տանք։ Եփեսացի թղթի մեջ 5-րդ գլխում 28-29-րդ խոսքում ասվում է. Այնպես էլ մարդիկ սիրեն իրենց կանանց ինչպես իրենց մարմինները, ով որ կնոջը սիրում է իրեն է սիրում, որովհետև ոչ ոք իր անձը չի ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նրան ինչպես Տերն էլ եկեղեցին։ Ամուսիններ, կան չէ ամուսնացածներ, տղամարդիկ ով կա, բարձրացնեք, պատիվ տվեք, սիրեք ձեր կանանց, որովհետև այդ անելով դու քեզ ես սիրում, քեզ ես անում։ Ու ոչ ոք ինքը իր անձը չի ատում, այլ ինչ անում, կերակրում է, խնամում է։ Ճիշտ է։ Կանանց էլ ասեմ, կանայք, պատիվ տվեք ձեր ամուսիններին։ Կանայք, բարձրացրեք ձեր ամուսիններին։ Ժողովրդական ասացվածքն ով գիտի, տղամարդու գլխարկը գետնին տվողն էլ է կինը, բարձրացնողն էլ։ Իսկ գլխարկի անունը ինչ է։ Պատիվը բարձրացնողն էլ գցողն էլ կինն է։ Ճամրթաչ օրերով դուրս գա ամուսինը։ Ում են ասել են չի տեսեք կնիկը։ Իրան չեն ասելու։ Օրինակ եմ ես բերում։ Դա նշանակում է մենք իրար պատիվ տալու շատ բաներ ունենք։ Ուշադիր լինենք իրար։ Փայփայենք, ինչի, որովհետև բաներ կա փխրուն է, իսկ փխրուն բաները պետք է ուշադիր լինել։ Թանկ բաները հնարավոր է կորի, եթե ուշադիր չես։ Ես ուզում եմ ասել, ընտանիքը թանկ բան է։ Եվ պետք է ուշադիր լինել այդ ընտանիքը զորացնելու համար։ Իսկ դա սկսվում է իրար պատիվ տալուց։ Ամեն, հալելույա։ Փառք Տիրոջը։ Նայեք, Պետրոսը ինչ է ասում 3-րդ գլուխ 7-րդ խոսքում։ Նմանապես մարդիկ իմաստությունով բնակվեք նրանց հետ, ինչպես տկար անոթի։ Էլի տղամարդկանց ասում։ Ասում է ինչպես տկար անոթի մոտեցի կնոջը։ Շատ անգամ տղամարդկանց պահանջը ուրիշ կերպ է։ Բայց եկեք հասկանանք, որ կանայք շատ հարցերում տկար են։ Եվ մեր մոտեցումը պետք է լինի կանանց նկատմամբ։ Ինչպես տկար անոթի։ Եվ հետո ասում եմ, կանանց պատիվ տալով։ Ու ինչ անելով։ Պատին չէ, պատիվ։ Պատին տալով չէ, պատիվ տալով։ Կանանց պատիվ տալով իբրև կյանքի շնորհքի ժառանգակիցներ։ Այսինքն այդ կյանքի շնորհքի ժառանգակից դու ժառանգություն իր հետ ընդեղ ունենալու ես։ Նա քո հետ ժառանգակից է, կյանքի շնորհքի ժառանգակից է։ Դրա համար պատիվ տուր։ Ամեն։ Ես ասեմ, այդ կանանց էլ է վերաբերվում։ Չէ՞ որ այդ ժառանգակիցն էլ մյուսն էլ էմիկիցն է։
Եթե կից է, ուրեմն է մի կիցը, բա այն մյուս կիցը։ Նայեք ասма, տղամարդիկ, երբ որ մենք պատիվ ենք տալիս, կյանքի հասկանալը, որ նրանք մեր հետ այդ կյանքի շնորհքի ժառանգակիցներ են, բայց եթե այդպես չի ասма, որ ձեր աղոթքը չխափանվի։ Շատ անգամ աղոթքները խափանվում է։ Էլ չասեմ։ Ու դրա համար կարևոր է։ Պատիվ չտալու պատճառով, այո։ Պատիվ տալու պատճառով աղոթքները չի խափանվի։ Եվ պատին տալու պատճառով, այո։ Երբ որ պատիվ չես տալի, պատին ես տալի, աղոթքը խափանվում է։ Իսկ մենք գիտեք ուզում եք ձեր աղոթքները պատասխանված լինի։ Իրար պատիվ տվեք։ Պատիվը բացում է ճանապարհ։ Բացում է ճանապարհ, որպեսզի Տիրոջից պատասխանը գա քո կյանքի մեջ։ Ուրեմն հիշենք, պատիվ տանք Աստծուն, պատիվ տանք իրար, պատիվ տանք ընտանիքում իրար։ Եվ հաջորդը, պատիվ տանք, ինչպես Աստծո խոսքը մեզ սովորեցնում է երկրի ղեկավարությանը։ Գիտեք, ղեկավարություն, երբ որ ես ասում եմ, միանգամից մեկ հոգու մի պատկերացրու, որ նստած ամենավերևում։ Ես պատիվ տալ ղեկավարության, ընդհանրապես ես հասկանում եմ կառավարության սիստեմ։ Կառավարում։ Սովետի ժամանակը իջեք ժեք։ Ժեկի պետին անգամ։ Հիմա համայնքի, հետո ինչ կար, համատիրության, օրինակի համար լիֆտի փողը տալով։ Որովհետև այդ դրված է, այդ կառուցվածքը դրված է, եւ մենք պետք է հնազանդվենք այդ կառուցվածքին։ Իհարկե այն օրենքներին, որը որ օրինակ Դանիելի ժամանակ հրամանն է դուրս եկա, որ պիտի երկրպագեն, չէ՞։ Կուրքին։ Եթե նման օրենք դուրս գա, որ դու պիտի չաղոթես, չերկրպագես Հիսուսին, այդ օրենքին չհնազանդվես։ Բայց այն օրենքները, մնացած օրենքները, դրա մասին չի, մնացած օրենքներին մենք պետք է լսենք եւ գիտեք, ոչ միայն լսենք, այլ նույնպես օրինակ լինել։ Հիսուսը վերցրեց մի արծաթե դրամ, ասեց, «Էսում պատկերն է», ասին կայսրին, ասեց, «Դե կայսրինը տվեք կայսրին»։ Ուրեմն կայսրին բաներ ունի, որ պետք է տալ։ Ու երկրի ղեկավարության, ես ասեմ, գիտեք, հարցը ինչի հիմա մեր երկրում ինչ ընթացք է։ Ես խոսում եմ ընդհանրապես։ Մենք եկեղեցին քաղաքականացված չի։ Մենք քաղաքական բան չենք խոսում։ Դա կապ չունի, որ քաղաքական ուժը կկառավարի։ Օրենքը օրենք է բոլորի համար։ Մենք օրինապահ պիտի լինենք որպես քաղաքացիներ։ Օրինապահ լինելով դու պատիվ ես տալի ղեկավարին, դու օրենքը պահելով ես պատվում, այն ղեկավար ասվածը նորից եմ ասում, կառավարման համակարգ, կապ չունի այդ կառավարման համակարգում ով է, որովհետև այդ ովը այսօր կա վաղ ուրիշն է լինելու, բայց քո մոտեցումը այդ ղեկավարման համակարգի նկատմամբ, այդ դա է պատիվ տալը։ Ամեն։ Մենք օրենքով ունենք ընտրություններ, դու ուզում ես գնա ընտրի։ Ում նախընտրում ես, ում ծրագիրը հավանել ես ընտրի, դա կապ չունի, եկեղեցին քաղաքականացված չի, մարդը ազատ ընտրելու, ում ինքը կամենում է, բայց օրենքը պահելու հետ կապված, մենք պետք է օրինակ լինենք նույնպես, մենք պետք է պատիվ տանք, և դա գալիս Աստծո խոսքից, գիտեք Հռոմեացի թղթում 13-րդ գլխի մեջ, Պողոս առաքյալը, գիտեք Հռոմեացիների թուղթ, երբ որ ասում եմ առաջի դարում գրված Հռոմեացի թուղթը, հասկանանք ինչպիսի Հռոմ էր այդ ժամանակ։ Հռոմ, որը որ հալածում էր քրիստոնեությունը, Հռոմ, որը կայսերներ ու կայսերն ինքն իրեն Աստված էր հռչակել, երկրպագում էին կայսրին, չէ Հռոմը, և գիտեք ոչ թե աստեղ հրամանն է, որ երկրպագեք, ոչ, նայեք Հռոմեացի 13-րդ գլխում, 3-4 խոսքը և 6-ից 8-ը, որովհետև իշխանները բարի գործի համար վախի պատճառ չեն։ Եթե մարդը բարի է գործում, իշխանությունից կվախենա։
այլ չար գործերի, կամենում ես, որ իշխանությունից չվախենաս, բարին գործիր։ Ուրեմն ինչ արա, օրենքը պահիր, դու քեզ վախենում։ Գիտեք վախը երբ կա, երբ որ օրենքը խախտել կա։ Ես գիտեմ ինչ եմ ասում, ես ժամանակին շատ եմ ինչ որ բաներ արել։ Բայց եթե դու չես խախտում, ով է տեսել տաքսին, թատրոնը, Ռոզին հիշում եք, այն որ ասում է այդ միլիցիան ձեր համար է, մեր համար է միլիցիան մեր համար է։ Երբ որ դու օրենքը կատարող ես, նա քեզ պաշտպան է։ Օրենքը քեզ պաշտպանում է, ոչ թե օրենքը քեզ կվախեցնի։ Օրենքը, երբ որ խախտվում է, այդ ժամանակ է վախի պատճառ լինում մարդկանց մոտ։ Ամեն։ Դրա համար խոսքը այստեղ ասում է. Իշխանությունից չվախենաս, բարի գործիր, նրանցից գովասանք կընդունես։ Որովհետև սպասավոր է նա Աստծուց քեզ համար դեպի բարին։ Ուրեմն այդ օրինապահ կառույցը, իշխանավորը Աստծուց սպասավոր է, ես չասեցի, Պողոսը գրեց։ Ու գիտեք նորից եմ ասում այդ որ Հռոմին, այն Հռոմը, որը որ մահապաժի էր ենթարկում հավատացյալներին։ Ասում նա Աստծուց սպասավոր է քեզ համար, որ դու բարին անես։ Ապա եթե չարը գործես, վախեցիր, որովհետև զուր տեղը սուրը չի կրում։ Սուրը իշխանության խորհուրդն է։ Այսինքն զուր տեղը չի ինքը այդ իշխանության նստած, որ պահի օրենքը։ Պատկերացնում եք օրենք չլինի երկրում։ Փառք Աստծուն, որ կա օրենք երկրի մեջ։ Եվ մենք պետք է իրականում ինչպես անենք, պատիվ տալով մեր ղեկավարներին, օրենքը պահելով, ջրաչափը հետ չտալով, լույսի եւ այլ, չէ՞։ Որտեւ դա պատտվում է դեպի քեզ, դեպի բարին։ Յոթ-ութերորդ խոսք, 6-ից կարդանք, լավ։ Սրա համար հարկել ենք վճարում, սրա համար ինչ ենք անում։ Ահա, գույքահարկ։ Որովհետև նրանք սպասավոր են Աստծո, որ իսկ այս բանի համար հոգ են տանում։ Ուրեմն ամենին վճարեցեք եղած պարտքը։ Ում որ հարկ, պարտքեք հարկը, ում որ մաքսը, ում որ վախը, ում որ պատիվը։ Ամեն։ Եվ ասում է 8-րդ խոսքում, ոչ ոքի պարտական չմնաք։ Բացի իրար սիրելուց։ Ուրեմն մի բան կա, որ պարտքի տակ ես ու դուրս չգաս։ Էդի սիրելն է։ Բայց մնացած պարագաներում պարտքի տակ մի եղի։ Պարտքը լավ բան չի, դու պրծի։ Դուր։ Ամեն։ Բայց սիրո պարտքի տակ միշտ եղիր։ Պատիվ տալու պարտքի տակ միշտ եղիր։ Լավ եմ չի ասում, ժողովուրդ ջան, բայց դե կյանքում պտի վճարես էլ, հեշտ ասել է, բայց եկեք մենք դժվար ճանապարհ ընտրենք, դժվար ճանապարհը ապրելն է, դժվար ճանապարհը գործելն է, դժվար ճանապարհը կյանքում, երբ որ դու հանդիպում ես իրավիճակի հետ, որ դու ասում ես, հա դե մի հատ օրենքա, մի տառա, մի քիչ էս կողմ եմ անում, այսքան շահում եմ, չէ, արեք էս կողմ չանենք, վճարենք կայսրին, եւ էդի Աստծո մոտ բարձրանում է, Աստված հատուցում է տալիս։ Դա նույնպես սերմի պես մի բան է, որ դու տալիս ես Տիրոջը, երբ որ դու հարկ ես տալի։ Դու զորացնում ես քո երկիրը, որտեղ դու ես ապրում։ Չէ որ արդարների օրհնությունով կորտնվի, դե օրհնի քո երկիրը։ Օրհնիր մենակ խոսքերով չէ, օրհնիր անելով նույնպես, տալով նույնպես։ Ամեն։ Տիմոթեոսին նամակում Պողոսը գրում առաջի Տիմոթեոս 6-րդ գլխի մեջ առաջի երկրորդ խոսքը Նրանք որ ծառայության լծի տակ են, թող իրանց տերերին ամեն պատվի արժանի համարեն
Ես ուզում եմ այստեղ ասել, երբ որ ասում ծառայության լծի տակ, մի 100 տարի առաջ ընդհանրապես Տերն ու ծառա ֆիլմը տեսել եք։ Նենշի որ ստրուկ էր, ուղղակի աշխատող էր, բայց ասում էին Տեր, նրան էլ ասում էին ծառա։ Ուղղակի աշխատող, այսօր ամեն մեկս ենք աշխատում, նենշի որ ծառայ ենք, դա աշխատանք է։ Եվ այս բառերը, երբ որ մենք կարդում ենք, մենք շատ անգամ մտածում ենք, որ այդ ժամանակ ստրկատիրության, ոչ աշխատող ու Տեր, ոնց որ գործատեր բառը օգտագործեմ, հա։ Գործատեր եւ աշխատող ուղղակի հարաբերության մասին է խոսում ստեղ Պողոս առաքյալը։ Դա նույնպես իշխանություն է, որ մենք պետք է այդ իշխանության տակ աշխատելով, եթե ամեն մեկս ինչ-որ միտեղ աշխատում ենք, ճիշտ է։ Սովետը մեզ վատ բան է սովորացրել, ով որտեղ աշխատում էր, ջեբը լցրած այդ բանից գալիս էր տուն։ Շուրուբ, չգիտեմ, մեղ, եթե էլեկտրոդ, բանում մսի տեղը աշխատողները, ինչ էր կոչվում, մսի, չեն մեծ զավոդի նման է, որ միս կոմբինատում աշխատողները վրեն փաթաթած միսը գալիս է։ Պատկերացնում եք, իրանք հատուկ հագուստ ունեին, նիհար գնում են չաղացած գալի։ Ծխախոտի աշխատողները, կարամելի աշխատողները, ով որտեղ աշխատի, իրանք գիտեն որտեղ ես աշխատում։ Հիշում եք, կողմնակի եկամուտ ունես, ֆիլմի հիշեցիք։ Միշտ է կողմնակին կար։ Եվ մենք ասեմ, այդտեղից եկած սերունդ ենք, սովորած, ով որտեղ աշխատում ուզում մի բան հետը բերի, դա սխալ մոտեցում է։ Դա, գիտեք, մենք ունենք գործատեր եւ գործատու իրար հետ հարաբերություն։ Գիտեք, ամեն մի գործատեր ուզում է հավատարիմ աշխատող։ Եվ ամեն մի աշխատող ուզում է հավատարիմ գործատեր։ Գիտեք, կա հարաբերություն։ Գիտեք, լավ ամեն բան երևում ամեն ինչ երևում է, եղիր լույս ամեն տեղ որտեղ որ դու կաս։ Եվ դա անելով, նայեք ինչ ասում, նրանք որ ծառայության լծի տակ են, թող իրանց տերերին ամեն պատվի արժանի համարեն, որ Աստծո անունը եւ վարդապետությունը չհայոյվի։ Չասեն հավատացյալները էլի մեկանույնն են, էլի տանելը տանում են։ Իսկ հավատացյալ տերեր ունեցողները, այսինքն մարդիկ, ովքեր որ խանութ ունեն, էս ունեն, են ունեն, եւ մեկը աշխատում է Տիրոջ մոտ, որ այդ տեղում որ հավատացյալ է, չասեն, դե մեր աղբերն է, էլի շաբաթը 7 օր, բա այսօր խմբակի եմ, այսօր աղոթքի եմ, այսօր ծառայության եմ, այսօր սաղ օր 7 օր, բա երբ պիտի աշխատես։ Էդ էլ մի ուրիշ ծայրեղություն։ Ինքը որպես քրիստոնյա հասկանում է, քո օրերը կտա ինչ որ չափերով, բայց դու էլ որպես իր աշխատող, դու պետք է բարձրացնես իր, որտեվ դու մտել ես աշխատելու եւ դու պետք է աշխատես։ Եվ ասում է, իսկ հավատացյալ տերեր ունեցողները թող չանարգեն նրա համար, որ եղբայր են։ Այսինքն մեր աղբերն է, ոչինչ էլի, դա տեղս կանգնի գալիս եմ հեսա, ես գնում եմ մեկի համար աղոթելու։ Լավ, կանգնեմ։ Մի անարգի այդպես։ Այլ առավել եւս ծառայեն։ Նրա համար, որ հավատացյալ են, մոտեցումը պետք է հակառակ լինի, ոչ թե դե լավ մեր աղբերն է։ Дружба, служба։ Ասма նրա համար, որ հավատացյալ են եւ սիրելի, որ բարերարությանը մասնակից են, այս բաները սովորեցրու եւ հորդորիր։ Ուրեմն այդ նման բաները պետք է սովորեցնել, իրար սովորեցնենք, որպեսզի այդ երևույթները եկեղեցում ճիշտ լինի, որտեղ դա հարաբերություն է, դա իրար պատիվ տալու ճանապարհ է։ Ամեն։ Պատիվ ենք տալիս ում առաջինը։ Պատիվ ենք տալիս իրար, պատիվ ենք տալիս ղեկավարության, միտեղ որ աշխատում ենք, այդ համակարգը, իշխանություն, որ երկրում գործում է, այդ կառավարման համակարգին, եւ նույնպես պատիվ տուր եկեղեցու ծառայողներին։ Պատիվ տուր, որովհետև մենք այդ ամենը տեսնում ենք Աստծո խոսքի մեջ։ Մենք տեսնում ենք իրականում ինչպես է, թե հին ուխտի մեջ, թե նոր ուխտի մեջ, որ իրականում նրանք արժանի են իրենց գործի համար, պատճառով։ Գիտեք, կատարյալ ոչ մեկ չկա։ Բայց դա կապ չունի։ Մենք պետք է պատիվ տանք։
Առաջի Թեսաղոնիկեցի 5-րդ գլխի մեջ Պողոս առաքյալն ասում է հետևյալ խոսքերը. Հինգերորդ գլուխ 12-13-րդ խոսք։ Աղաչում եմ ձեզ եղբայր, որ ճանաչեք ձեր միջում աշխատողներին։ Սա խոսում է եկեղեցու ներսի աշխատող ծառայողներին, աշխատող, որ իրեն գործում են, այսինքն աշխատում են, գործում են։ Ոչ թե աշխատելի նկատի ունեմ ինչ որ ֆիզիկական աշխատանք, այլ այն ծառայությունը, որ եկեղեցում կատարվում է, դրանք ծառայող մարդկանց այն գործն է, որը որ նրանք անում են։ Ձեր միջում աշխատողներին եւ ձեր վերակացուներին տերումը։ Գիտեք հետարքիրը որն է, որ խոսքը մեզ ասում է, որ նրանք ձեզ չեն ճանաչեցնելու, թե իրանք ովքեր են։ Ասում է դուք ճանաչեք նրանց։ Մինչև դու չճանաչես, որ նա ինձ ծառայում է, նա ծառայող մարդ է, նա իմ հովիվն է, նա իմ տնային խմբակի ավակն է, եւ դու թույլ ես տալի, դու ճանաչում ես եւ թույլ ես տալի քո ճանաչելիության միջոցով, նրանք քեզ ծառայեն, խոսեն, շինեն քո կյանքը։ Այն պարգևով, որ Աստված նրանց տվել է։ Ուրեմն դու պիտի ճանաչես նրանց։ Եվ հետո շարունակությունն ասում է. ճանաչեք ձեր մեջ աշխատողներին, ձեր վերակացուներին, ձեզ խրատողներին էլ, եւ նրանց առավելապես պատվեցեք սիրով, իրանց գործի պատճառով, իրար հետ խաղաղություն վարվեցեք, առավելապես պատիվ տվեք եկեղեցում ծառայող մարդկանց։ Եվ ես ուզում եմ ասել, եկեղեցում ամեն մարդ պիտի ծառայող լինի։ Յուրաքանչյուրը մարմնի մեջ ամեն մեկը կանչված է ծառայի։ Ուրեմն պատիվ տու բոլորին, բայց այն մարդիկ, որ խոսքով են ծառայում, քիչ ավել պատիվ տուրել, ինչ կլինի։ Իրանց գործի պատճառով։ Իրանց գործի պատճառով։ Նրանք իրականում շատ բան են իրանց կյանքից դնում, որպեսզի նրանք Աստծուց առնեն քեզ տալու համար։ Նրանք շատ գին են վճարում, որ Աստծուց բերեն քեզ տան, եւ հենց այդ գործի պատճառով արժի, որ քեզանից հնձեն մի քիչ պատիվ, մի քիչ ընդունելություն, մի քիչ հարգանք, մի քիչ, գիտես, հա մեր աղբերն է։ Այնքան եմ տեսել իրականում հարաբերությունների մեջ, օրինակի համար ծառայություն, ես չեմ ուզում եկեղեցիների անուններ տամ, բայց եղել է տարբեր եկեղեցիներում մենք առիթ ա եղել ոնց որ տարբեր ուրիշ եկեղեցիներ, որ ընդհանուր հավաքույթներ ալու, ես տեսնում եմ ինչքան կա այս սրա կարիքը, որ մարդիկ չեն գիտակցում, որ իրանց հովիվի հետ են խոսում, իրանց հովիվի հետ։ Ոնց որ խոսան հասարակ այնց իրականում վերաբերմունքը նորից եմ ասում սկսվում է սրտից։ Ինչքան էլ հովիվ իրան բարդ չի պահելու, հովիվ իրան շատ հասարակ ու հասանելի է պահելու, բայց դու մի վարվիր հովիվի հետ շատ հասարակ ու ձևի։ Ինքը հասարակ կպահի, բայց իմացի, նա արժանի է ճիշտ վերաբերմունքի, հարգանքի։ Եվ այդ ամենը մենք ունենք Աստծո խոսքից, Աստվածաշնչից։ Առաջի Տիմոթեոս 5:17 Լավ վերակացություն անող երեսները թող երկուապատիկ պատիվ արժանի լինեն։ Կրկնապատիկ պատիվ դուր։ Երեց ընդհանրապես խոսքի ծառայողի մասին է, որ խոսքով է ծառայում։ Իրականում նորից եմ ասում, հարցը նեն չի էլի վերին արտինցորեն, չէ, իրանց գործի պատճառով, ինչպես Պողոսը նշում է։ Որտեվ իրանք ինչ որ միտեղ գին են վճարում, ստանալու քեզ համար տալու։ Եվ խոսքը ասում է, որ նրանք հնազանդվիր նրանց ասացին, որ հառաչելով չծառային, այլ ուրախությամբ ծառային, որը ձեզ օգուտ չի ասում է։ Եթե թույլ է, նրանք ծառայելու են, միևնույնն է ծառայելու են, բայց մի բանը հառաչելով ծառայել են, որ քարոզում են, տենում են 0 են, որ ասում եմ չի լինում։ Ինչ է, էլի են, մեկը ասելու են, շարունակաբար են ասելու, սիրով են ասելու, չեն դադարելու ասելից, օրինակ են ծառայելու, բայց հառաչելու են, որ տեսնեն քո կյանքում պտուղ չի տալի։ Մեկը անելու են, բայց հառաչելով, բայց երբ որ տեսնում են պտուղ, ավելի են ոգևորվելու։ Երբ որ տեսնում են այդ ասածը քո կյանքի մեջ իրականանում է, դու քո կյանքում օգուտ ա տալի, երբ քո կյանքի մեջ երևում է այդ խոսքը, որ կատարվում է, նրանք ոգևորվելու են։
ավելի շատ են քեզ ծառայելու։ Կա չէ՞ որ մի բանա հառաչելով անել, մի բանա ուրախությամբ անել, որովհետև եթե հառաչելով անեն, անդրադարձը դեպի ժողովրդին օգուտ չի, դա ձեզ օգուտ չի, ինչպես Պողոսն է ասում, բայց երբ որ ուրախությամբ են անում, ավելի շատ օգուտ կլինի ձեզ։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ես շուտով ավարտում եմ։ Բայց եկեք մի տեղի կարդանք։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 17-րդ խոսքը։ Ամենին պատվեցեք։ Հիմա պատիվ ենք տալի Աստծուն, պատիվ ենք տալիս իրար, պատիվ ենք տալիս ընտանիքին, պատիվ ենք տալիս կառավարմանը, համակարգին կառավարման, պատիվ ենք տալիս ծառայողներին ու ամենին։ Պատվիր ամենին, որովհետև ինչի ամենին, դա մեր էությունն է։ Աստված եկավ այս աշխարհ, պատիվ տվեց ամենին։ Ամենին պատիվ տվեց։ Յուրաքանչյուրին, միգուցե մարդիկ մտածում էին, այս մեկին էլ արժան չի, այ որ իմանար ով է իրան մոտեցողը։ Աստված ուրիշ կերպ է վերաբերվում։ Մենք էլ Աստծո պես պիտի վերաբերվենք։ Ամեն։ Հալելույա։ Ուրեմն պատվեցեք ամենին, եղբայրասիրությունը սիրեցեք, Աստծուց վախեցեք, թագավորին պատվեցեք։ Եկեք ոտքի կանգնենք։ Ես մտածում եմ մտածելու բան ունենք։ Գոնե ընտանիքի մեջ ունենք ու հաստատ։ Բայց ամեն տեղ էլ ունենք մտածելու բան։ Եկեք Տիրոջը մեր սրտերը բերենք Տիրոջ առաջ։ Աղոթենք, որպեսզի իրոք մեր սիրտը պատիվ տվող լինի, որովհետև դա ներսից դեպի դուրս երևույթ է։ Հիսուսն ասեց, մենակ շուրթերով չլինի պատիվ տալը, այլ սրտերը սրտանց լինի ու սրտերը Տիրոջ հետ լինի մարդկանց։ Եկեք աղոթենք, հալելույա մեր Աստված։ Մենք քո առջև ենք մեր սիրելի Տեր, եւ մեր սրտերն է քո առաջ մեր Աստված։ Մենք երկրպագում ենք քեզ եւ մենք շնորհակալ ենք Տեր քո խոսքի համար, որ դու ուղարկեցիր մեր սրտերի մեջ։ Խնդրում ենք Սուրբ Հոգի, որ դու ձևավորես մեր սիրտը, որտեղ մենք գիտենք Տեր, այն ինչ որ սրտից է դուրս գալի, դա է կամ պղծում կամ արդարացնում։ Ներսից դուրս եկողն է մարդուն, կամ պղծում կամ արդարացնում։ Դրա համար Տեր դու մեզ նոր սիրտ տվեցիր։ Սիրտ, որտեղ որ դու ես ապրում։ Սովորեցնում ես Տեր վարվել այնպես, ինչպես դու ես վարվում։ Սովորեցնում ես Տեր քո սրտի համեմատ սիրտ ունենանք։ Օգնիր մեզ իմ Աստված եւ ձևավորիր մեր սիրտը։ Երկրպագում ենք քեզ, պատվում ենք քեզ։ Շնորհակալություն ենք հայտնում ամեն ինչի համար, ինչ որ դու արել ես մեզ համար։ Եվ մեր կյանքը, մեր անձը քեզ է պատկանում։ Եվ մենք այլևս մերը չենք, մենք քոնն ենք, որովհետև գնված ենք քո սուրբ ու պատվական արյունով։ Եվ հիմա Տեր, մենք հռչակում ենք քո լույսը, քո հաղթանակ այստեղ ամեն մեկի կյանքի մեջ։ Եվ հռչակում ենք, որ ամեն մի խավարը ծրված է այստեղ ամեն մեկի կյանքից։ Քո լույսն է, որ ծագել է մեզ վրա եւ մեզ լուսավորել է։ Մենք շնորհակալ ենք Տեր այդ պատվի համար, որ դու մեզ արժանացրել ես, որ մենք որդի չէինք, բայց հիմա որդիներ ենք, որ մենք օտար ենք, բայց հիմա օտար չենք, որ դու մեզ հանեցիր խավարից եւ քո լույսի մեջ դրեցիր։ Շնորհակալ ենք այդ պատվի համար, որ դու մեզ արժանացրեցիր ու քո ընտանիքի մեջ դրեցիր, քո մարմնի մեջ դրեցիր։ Շնորհակալ ենք այդ պատվի համար Տեր, որ դու մեզ միշտ տալիս ես եւ քեզ ենք երկրպագում, մեծարում ու ասում ենք ոչ թե մենք, այլ դու մեր կյանքի մեջ գործիր։ Տեր Հիսուս, քեզ ենք կանչում եւ մեր կյանքի ամեն մի բնակավար հանձնում ենք քո ձեռքերի մեջ։ Թող փառավորվի քո սուրբ անունը եւ փառավորվի Տեր քո անունը այստեղ ամեն մեկի կյանքի միջոցով։ Տեր Հիսուսի զորավոր անունից։ Հալելույա։ Ամեն։ Աստված շատ օրհնի հովիվ մեր։ Փառք Աստծուն, օրհնված եք սիրելիներս։ Հովիվ մերը, որ խոսում էր պատիվ տալուց, շատ օրհնված ենք, ասեմ, Տերը ձեզ շատ օրհնի։ Ծաղիկներ մենք ունենք։ Տեր օրհնի սա Արմինեին, Տեր օրհնի Արմինե Քուրջան, եկեղեցու կողմից։ Օրհնված ես թե չէ։
Ով մահերը որ խոսում էր պատիվ տալու մասին, ասի լավ բոլորին մենք պատիվ տանք, բա մեզ ով պատիվ տա։ Կա չէ, մարդիկ ասում մեկն էլ ինձի պատիվ տա։ Տերն է քեզ պատիվ կտա։ Հավատա, որ Տերը քեզ պատիվ կտա։ Ես զգացել եմ շատ անգամներ, երբ որ ես պատիվ եմ տալի, Տերը ինձ մի քանի րոպե նստեք, հա։ Տերը օրհնի ձեզ։ Հենց պատիվ եմ տալի, զգում եմ Տերն էլ ինձ է պատիվ տալի։ Եվ ընդհանրապես sense մտածում ես, երբ որ պատիվ ես տալի, գիտես հոգևոր գործատուները, բիզնեսմենները բողոքում են հոգևոր աշխատողներից։ Ես ինքս հոգևոր գործատու եմ, բիզնեսմեն եմ, երկար տարիներ, եւ երբ որ տեսել եմ եկեղեցում մեկը նեղն է, մեկը գործը լավ չասել եմ, տանենք, սովորացնենք, ոչինչ դիմանանք, կաշխատի, հավատացեք, իմ ամենաչստացված գործ անողներն են եղել եւ չգնահատող։ Գիտես ոնց է տրամաբանությունը, ինքն էլ ասո որդի ես էլ։ Ինչի՞ պիտի ինքը գործատուլն է, ես գործ անող։ Նախանց ու չեն անում։ Ու ես այստեղը սա հասեք քանի հոգու համար եւ որոշել եմ երբեք իմ գործի մեջ հավատացյալ չընդունեմ։ Ու շատ բիզնեսմեններ չեն ուզում, չեն գնահատում կամ գեր հոգևոր են կամ գեր մարմնավոր են։ Խաբեբա եւ այլ աշխարհիկ մարդիկ ավելի նվիրյալ գնահատող են։ Դրա համար դրա էլ պետքա գնահատես, պատիվ տաս։ Պատիվ տալը քո հարգանքն է, քո մաքրությունն է։ Հասկանում ես։ Կնոջ հետ կապված պատիվ տալը, սիրելիներս, Աստծո խոսքը ասում է, որ ամուսնու փառքը իր կնոջ վրա է երևում։ Տղամարդու փառքը Աստված է։ Ամուսնու փառքը կինն է։ Հիմա ոնց կնոջդ կպահես, այնց էլ քո փառքը կողքից նայողը տեսնում է։ Ես տեսել եմ շատ հարգված մարդիկ հասարակության մեջ, բայց տեսել եմ իրանց կանած տրորված, ջարդված, անարգված։ Ես նայել եմ այդ մարդու դեմքին, որ շատ հարգված է, բայց իր կնոջ վրա փառք չկա։ Ջախջախված է, պատին խփած։ Հասկանում ես, պատիվ տալը հենց էս է։ Հարգել իշխանավորներին։ Շատ կարևոր թեմա էր, ով մահեր, Տերը օրհնի, իրոք ես լսում եի ու այդ ամբողջական Աստծո խորհուրդները սենց հավաքված է մեկտեղ, որ հասկանաս գլխից գալիս է Աստծուն պատիվ տալ, ընտանիքիդ պատիվ տալ, եկեղեցու անդամին պատիվ տալ, իշխանավորներին պատիվ տալ, մարդկանց պատիվ տալ, այսինքն լինել լավ մարդ։ Կմտածես կասես էլ բան ու գործ չունեմ, սաղորը սրան նրան պիտի պատիվ տամ։ Սիրելիներս, սա կյանքի ընթացքում է, ամեն ինչը կյանքի ընթացքում է, ժամանակների մեջ է։ Որոշի լինես սիրով մարդ։ Եթե սիրող մարդ լինես, պատիվ տվող մարդ կլինես։ Կասես, բա այդքան փող չկա։ Տերը կօրհնի այդ հենց փողերը, ֆինանսները, հենց այդ ժամանակ կլծվի քո կյանքում։ Եթե դու իրոք պատիվ տվող մարդ լինես, Տերը տեսնում է, Տերը քեզ պատիվ կտա։ Ամեն, մի վախեցի պատիվ տալուց։ Պատիվ տալը հարգանքն է, սերն է։ Ով մայր ասեց, ես մի մեծ բան չի ռեստորաններ տանես, մի հատ սուրճի սեղան դնելն է։ Հավատա այդ սուրճի սեղանդ ավելի ծաղկելու է եւ օրտնվելու է։ Մի վախեցեք, սիրելիներ, ամեն բան արվում է հարգանքով, սիրով։ Ձեր կանացել հարգեք։ Գիտես, ով մայրը խոսում է, հոգով սենց ստացա, որ հոգին ինձ ասում է, կյանքը շատ կարճ է։ Իրար մի կերեք, իրար մի փչացրեք, իրար սիրեք, հարգեք, որովհետև ժամանակ կանցնի, էլ իրար կողք չեք ելնելու դուք։ Հետո գլխներիդ եք տալու, ուշ է լինելու։ Մարդը քանի ունի, չի գնահատում։ Հենց կորցնում է, նոր հասկանում է դրա կարևորությունը, նոր սկսում է գնահատել։ Թե ընտանիք, թե ծնող, թե կին, ամուսին։ Դրա համար հենց իմիկվանից է այդ ամեն ինչը Տերը ուզում, որ դու որոշես անես, որ վաղը սիրտդ մեր բառերով ասած չմռմռա քո արածների համար։ Հետո որ խիղճդ քեզ ոնց են ասում, չմեղադրի։ Դրա համար որոշեք սիրեք, որոշեք պատիվ տվող մարդ լինեք։
եւ Աստծո օրհնությունները կգան ձեր կյանքի մեջ։ Գիտես, մի բան եմ զգացել, հովի շուրջը, ասենք, ոնց ասեմ, մեր Սիմոնյան Արտուրը, մեր հովը, ասենք շատ մոտիկ հարաբերություններ չեմ ունեցել, շատ մոտիկ, բայց երբ որ եղել է փոխհարաբերություններ հարգանքով եւ սիրով եւ հնարավոր է ամիսներով շփում կամ փոխհարաբերություն չլինի, բայց գոնե իմ սրտի մեջ ես գիտեմ, որ այդ մարդը իմ համար եղել է որպես լեգենդար հովիվ։ Մինչև հիմա էլ կա, փառք Աստծո։ Նա լեգենդա եղել ինձ համար, որտեղ 25 տարի ես մեծացել եմ այդ քարոզների իմաստության խորհուրդների մեջ։ Ու գոնե իմ սրտի, գիտեք իմ կողը ինչքան մարդ են անարգ է իրան, ինչքան բացասական բաներ են խոսել, ձեր հովիվը, սենց, նենց, ոնց չես գայթակղվում, ոնց չես հեռանում, սատանայի անոթները հավատացյալների ձևով իմ կողքը եղել են, ականջից խոսել են, բայց հոգու խորքում միշտ ես այդ մարդուն հարգել եմ, սիրել եմ ու եղել է իմ համար օրինակ։ Հասկանում ես, եւ դա ինձ բերել է օրհնություն։ Հենց միայն այդ իմ սրտի միջի հարգանքը ինձ դարել է օրհնություն։ Կապ չունի, որ մենք այդպես մոտիկ շփում փոխհարաբերություն չունենք։ Հիմա քո սրտի մեջ այդ պատիվը, հարգանքը, սերը կդառնա քո համար օրհնություն։ Ով է ստանում ինչ-որ բան։ Եվ դու օրհնված մարդ կլնես։ Այդ, չգիտեմ, նենգություն ասեմ, տրտունջ ասեմ, սրտիցդ դուրս ան։ Դուրս ան սրտիցդ։ Եվ կտեսնես, որ Աստված քեզ կօրհնի, ընտանիքդ կօրհնի, կյանքդ կօրհնի, ուղղակի որոշի լինես մարդ սիրով լցված։ Իսկ մնացածը ամեն ինչը Աստված կօգնի կընկնի իր տեղերը։ Ամեն։ Դե եկեք ոտքի կանգնենք։ Տերը ձեզ շատ օրհնի, ես հավատում եմ, որ դուք օրհնված մարդիկ եք, դուք օծված եք, որովհետև ամեն բան սկսվում է մարդու սրտից։ Սիրտդ մաքուր պայի, ճիշտ պայի։